Վաղարշաբաթ համայնքում մեկնարկեցին համայնքապետի ընտրությունները, 8 քաղաքական ուժ է պայքարում համայնքի ղեկավարությունը ստանձնելու համար։ Ըստ միգրացիոն կոմիտեի տվյալների վաղարշաբաթ համայնքն ունի մոտավորապես 70,000 ընտրող։ Նշեմ, որ այս տարի վաղարշաբաթ համայնքին, այսինքն Էջմիածին քաղաքին եւ եւս մեկ գյուղի միացել է եւս 16 գյուղ Խոյ համայնքը, հենց Խոյ համայնքի նախկին վարչական ղեկավարն է քաղաքացիական պայմանագրի թեկնած Ուհարգիշտի Մեխակյանը, նա նաեւ զբաղեցրել է Արմավիրի մարզպետի պաշտոնը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ սա պաշտոնի իջեցում չի համարում, որովհետև հիմա հնարավորություն ունի ընտրվելու։ Ամփոփելով նախորդ տարվա ընտրությունները, ասեմ, որ Խոյ համայնքից ընտրություններին մասնակցել էր 32,40%, իսկ վաղարշաբաթ համայնքում 2021 թվականին ընտրություններին մասնակցել էր 25,4%։ Այն ժամանակ Խոյ համայնքն ուներ ավելի քան 22,000 ընտրող, իսկ վաղարշաբաթ համայնքը ավելի քան 44,600 ընտրող։ Ընտրվել էր քաղաքապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից իշխող Դիանա Գասպարյանը, սակայն տարիների ընթացքում Դիանա Գասպարյանի անվան հետ սկսեցին կապվել տարբեր պատմություններ, շահերի բախման, ապօրինի շինարարության, պաշտոնական դիրքի չարաշահման։ 2025 թվականի մայիսին Դիանա Գասպարյանը հրաժարական տվեց, պատճառաբանելով, որ ավելի շատ ժամանակ է ուզում հատկացնել ընտանիքին, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ նրա նկատմամբ քրեական գործ էր կանհարուցված։